Ես խորհուրդ չեմ տալի միսը օրինակ տապակել ձեթի մեջ, հեռացրած ձեթի մեջ, որտեղ այնտեղ արդեն ձեթի ճարպերի եւ մսի ճարպերի հետ փոխանակությունը տարբեր է, երբ որ հեռացնում են կարան վատ տեսակի ճարպերը շատանան։ Երկրորդը, որ կարամ նշեմ, ու շատ եմ նկատել մազողների մոտ ու հատկապես աղջիկների, աղացած միս ուտելուց հետո դիսկոմֆորտ են ունենում։ Էլի այդ հարցը ինձ երկար տանջում էր, ես էլի հետաքրքրվեցի ու եկա այն եզրահանգման, որ աղացած միսը երբ որ մենք ուտում ենք, հասկանալը, որ ինքը աղացած է, մենք երկար չենք ծամում իրան, այսինքն բերանի խոռոչում обработка երկար տեղի չի ունենում, դա ոնց որ ֆիզիոլոգիա է, երբ որ բերանի խոռոչում երկար обработка չենք անում, թե ատամներով, թե թքով, ինքը որպես այդպեսին չի պատրաստվում անցնի մնացած աղեստամոքսային տրակտով ու ըստ դրա կարա դիսկոմֆորտ առաջացնի, այսինքն ոչ թե խնդիրը աղացած մսի մեջ է, այլ աղացած միսը մենք ոնց որ ենթագիտակցաբար արդեն երկար չենք պահում բերանի խոռոչում ու ինքը ոնց որ չի նախապատրաստվում հիմնական մարսման, կոպիտ ասած։ Հիմնական դա է խնդիրը, թե չէ ինքը աղացած միսը որպես այդպեսին խնդիր չի։ Խորհուրդ եմ տալիս այդ դեպքում մարդկանց կենտրոնանալ ու մի փոքր երկար պահել բերանի խոռոչում շատ ծանր։ Այդ դեպքում ամենայն հավանականությամբ այդ դիսկոմֆորտը չլինի եւ երկրորդ հանգամանքը աղացած մսի մեջ քանի որ սպեցիաներ են շատ լցնում, սովորաբար աղացած միսը շատ են ուտում։ Օրինակ ես աղացած միսը եւ ոչ աղացած միսը չեմ կարող նույն քանակով ուտել։ Ես աղացած միսը կարող 500 գրամ ուտեմ, բայց եթե այդ նույն ոչ աղացած միսին հիմին դիմաց 500 գրամ դնեն, ես կարող չկարանամ ուտեմ, որովհետեւ կուսավոյ դաբավки քիչ են լինում։ Իսկ օրինակ աղացած մսի մեջ շատ են լցնում, չէ՞, սպեցիաներ։ Ոնց դրա քո ստամոքսայական տրակտը միշտ գրգռվում է, միշտ ավելի շատ է պահանջում ու որպես այդպեսին տեղի ունենում պերիիդանիա։